Ենթավեռնագիրը կամ վերնագիրը կրթությունը որպես ռազմավարությունների ռազմավարություն։ Հայաստանի նոր տնտեսական պարադիգմի առաջին եւ առանցքային հիմքը կրթությունն է։ Առանց հասանելի, արդիական եւ մրցունակ կրթական համակարգի եւ կրթությունը որպես ցկյանս ապրելակերպ որդեգրելու բարեփոխումների արդյունավետությունը տուժում է։ Կրթված իր իրավունքներն ու պարտականությունները գիտակցող քաղաքացիները պետության, ազատության եւ ժողովրդավարական կենսունակության ամենահուսալի հենարանն են։ Կրթությունն այլևս պարզապես մեկ ճյուղային քաղաքականություն չէ, այլ դոկտրինի առանցքը, որը կանխորոշում է տնտեսական զարգացման ծավալն ու բովանդակությունը, պետական կառավարման արդյունավետությունն ու ճկունությունը, ազգային ինքնության ամրությունը եւ պետականության հարատեվության օրակարգի հաջողությունը։ Եվ հաջորդ մեջբերումը դոկտրինի նպատակը Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ զարգացման նոր տրամաբանության հաստատումն է, տնտեսությունը դիրքավորելով որպես ինքնիշխանության, անվտանգության եւ երկարաժամկետ կայունության հիմք, որի առանցքում կանգնած է կրթված, այսպիսով ազատ, կարող եւ ստեղծարար քաղաքացին։ Սա շատ կարևոր արձանագրում է այն տրամաբանությամբ, որ ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել, որ երբ որ մենք քաղաքացի ենք ասում, մենք քաղաքացի ասելով նկատի ունենք բնականաբար այդ թվում պաշտոնյաներին, ներառյալ այս դահլիճում գտնվող պաշտոնյաներին։ Եվ ինչպես մենք վերջին շրջանի մեր որոշումներում արձանագրել ենք, երբ որ մենք ասում ենք կրթությունը ցկյանս գործընթաց է եւ առանց սեփական կրթական մակարդակը բարձրացնելու հաջողություն չի կարող լինել, դա վերաբերվում է նաև մեզ, բոլոր պետական պաշտոնյաներին եւ մենք մեր որոշումներով նաև ստեղծում ենք համակարգ, որպեսզի ոչ միայն հնարավոր դարձնենք պետական պաշտոնյաների եւ ընդհանրապես բոլորի համար կրթությունը, այլև որոշակի կառուցակարգեր սահմանենք, որում պետական պաշտոնյայի գործունեությունը կարողանանք գնահատել նաև այդ տեսակետից։ Ինքը զբաղվում իր կրթությամբ եւ ինչքանով է որդեգրում կրթությունը որպես ցկյանս գործունեություն եւ ապրելակերպ։ Այս իմաստով ես ուզում եմ մեկ դիտարկում անել կապված մեր վերջին շրջանի քննարկումների հետ, որովհետև մենք արդեն բավականին երկար անընդհատ քննարկում ենք եւ կայացնում ենք որոշումներ, որը վերաբերվում է ռազմավարությունների աստիճանակարգությանը։ Եվ մենք նաև վերջին շրջանում ռազմավարությունների հետ կապված որոշում ենք կայացրել, որ մենք 6 ռազմավարություն ենք ունենալու, եւ ես կարծում եմ, որ այս համատեքստում մենք այդ որոշումը պետք է լրացնենք նրանով, որ ինչ որ ձևով մեր 6 ռազմավարությունների կենտրոնում պետք է լինի կրթության ռազմավարությունը, որպեսզի այս դոկտրինի եւ այս տրամաբանության հետագա կիրարկումը այդպիսով տեղի ունենա, այսինքն կրթության ռազմավարությունը պետք է ռազմավարությունների աստիճանակարգության մեջ ունենա առաջնային եւ կենտրոնական դիրք, եւ սա նույնպես մի արձանագրում է, որը նոր է մեզանում, բայց կարծում եմ ամբողջությամբ բխում է այն ռազմավարությունների տրամաբանությունից, որով մենք մինչև այս դե ֆակտո եւ ինտուիտիվ առաջնորդվել ենք, այս պայծ սկսած արդեն նաեւ դե յուրե հաստատված որոշմամբ պետք է առաջնորդվենք։ Հաջորդ նրբությունը ըստ էության առաջին անգամ Հայաստանը նպատակաուղղված ձևավորում է տնտեսություն ելնելով տարածաշրջանային կայուն խաղաղության պայմաններից։ Խաղաղության օրակարգը արմատապես փոխում է տնտեսության կառուցվածքը, մրցակցային միջավայրը, լոգիստիկան եւ արտահանման շուկաների հասանելիությունը, ստեղծելով զարգացման բոլորովին նոր հնարավորություններ։ Այսինքն մեր Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը նաեւ պայմանավորված է տարածաշրջանային եւ արտաքին քաղաքական այն նոր միջավայրով, որը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության շուրջ եւ խաղաղության բանաձևը խաղաղության պայմաններում
տնտեսությունը նույնպես որոշակիորեն պետք է վերափոխվի, դիրքավորվի, ինչը հենց այս օրերին մեր աչքի առաջ տեղի է ունենում եւ իհարկե հաստատված խաղաղությունը եւ հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացումը մեր առաջնահերթությունների շարքում է, որը անխուսափելիորեն իր արտահայտությունը պետք է ունենա նաեւ տնտեսության մեջ։ Հաջորդ նրբությունը այն է, որ պետությունն իր վրա է վերցնում ակտիվ եւ պատասխանատու դերակատարում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներում, էներգետիկ, տրանսպորտային, ջրային, թվային եւ անվտանգային համակարգերում, միաժամանակ ապահովելով պետական սեփականության թափանցիկ եւ տնտեսապես հիմնավորված մասնավորեցում այն ոլորտներում, որտեղ դա նպաստում է մրցակցությանը եւ արդյունավետությանը։ Այսինքն մենք այս դոկտրինով ավելի մեծ պատասխանատվություն ենք վերապահում պետությանը, կառավարությանը, ստրատեգիական նշանակության կամ կրիտիկական ենթակառուցվածքների կառավարման գործում միևնույն ժամանակ չբացառելով, որ այնտեղ, որտեղ որոշակի պայմաններում նաև մասնավորի ներգրավման, մասնավորեցման, մասնավոր կառավարման հանձնելու բանաձևերը կարող են աշխատել, մենք մեզ չենք սահմանափակում նաև այդ տրամաբանությամբ։ Բայց նոր պայմաններում տնտեսության համար կարևորագույն գործոններից մեկը արհեստական բանականությունը եւ թվային տեխնոլոգիաներն են, որոնք այս համատեքստում մենք պետք է դիտարկենք ոչ թե որպես առանձին ոլորտ, այլ որպես նոր տնտեսական, սոցիալական եւ հանրային իրողություն։ Այսինքն արհեստական բանականությունն էլ ոչ թե ինքը առանձին վերցրած ոլորտ է, այլ մի ոլորտ է, որը բացարձակապես ազդում է ամեն ինչի վրա։ Ինչպես կրթությունը, որը մենք այլևս չենք նայում որպես առանձին ոլորտ, արհեստական բանականությունն էլ առանց անկախ դրանից մենք կնայենք թե չենք նայի, ինքը արդեն մի ոլորտ է, որը բացարձակապես ամեն ինչի վրա ազդում է, ընդհանուր հանրային հարաբերությունների, աշխատանքի արդյունավետության, կրթության, գիտելիքի եւ այդպես շարունակ, եւ մենք պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք, որպեսզի այդ մոտեցող ալիքը ոչ թե սպասենք, որ մոտենա այդ ալիքը, այլ մենք ինքներս նախապատրաստենք, այդ ալիքը բերենք, որոշակի կառուցակարգերով ինտեգրենք մեր կյանքին, մեր հանրային կյանքին, պետական կյանքին, բոլոր ոլորտներում, եւ սրա համար պետք է որոշակի նախապատրաստական աշխատանքներ, որը իհարկե մենք ինչ որ ձևով արդեն իսկ սկսել ենք, բայց շատ կարեւոր է, որ մենք ռազմավարական նշանակության փաստաթղթում դա արձանագրենք։